Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ավելի պրագմատիկ եք եւ հաշվարկել եք, որ ձեր կուսակցությունը մեծամասնություն չի գրավել։ Հրաշալի հարց եք տալիս, պատասխանեմ ձեր հարցին։ Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ, առաջիկա ընտրություններին եւ դրա պատճառները շատ են, չթվարկեմ, եւ ես ինքս կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում։ Արշակյան։ Ջախջախիչ իսկապես Հայաստանի ներսում եք։ Ասեմ ինչին։ Օտարերկրյա տարբեր ուժերին, որոնք որ ցանկանում են, ասեմ։ Չէ, պատասխանեմ։ Լավ եք ասում։ Իհարկե, եթե չի հնչում, հիմա հնչեցնեմ, թե ինչը եւ ինչ ուժերի են ջախջախելու։ Ջախջախելու են այն բոլոր ուժերին, որոնք որ Հայաստանում ցանկանում են, որպեսզի ժողովրդավարությունը հետընթաց ունենա։ Ջախջախելու են այն բոլոր ուժերին, որոնք որ ցանկանում են, որ Հայաստանում ընտրություններ կեղծվեն, այն բոլոր ուժերին, որոնք որ թալեն զբաղվել, իրենց կուտակած թալանած բաները, կարողությունները ցանկանում են նորից դնել ընտրական գործընթացի մեջ, որպեսզի նորից գան իշխանության եւ նորից թալանով զբաղվել։ Այդ բոլոր ուժերին եւ այդ թվում նաեւ Արգելիներս մենք քաղաքականության մասին ենք խոսում, էլի, եւ քաղաքացիները իրենց քվեով են ջախջախելու։ Այդ բոլոր ուժերին, որոնք քաղաքացու ձայնը պիտի գողանան եւ գողացել են պատմության ընթացքում եւ ելի են ուզենալու գողանան, դրանց ջախջախիչ պարտություն է սպասում եւ մեր ժողովուրդն է դա ապահովելու։ Ես կարծում եմ ավելի հստակ դժվար է ասել եւ նաեւ այն բոլոր օտարերկրյա ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը հարցականի տակ դնել եւ տարբեր ներքին ուժերի վրա հիմնվելով ցանկանում են խոցելի դարձնել Հայաստանի ժողովրդավարությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Այսքանով երևի ավարտում։ Օգնեցրեց ձեզ։ Ոչ մի բան ինձ կյանքում չի օգնեցնում, որովհետեւ իմ նպատակները հստակ են եւ ես նաեւ ուզում եմ ասել, որ գործարարությամբ զբաղվելը կամ մասնավոր հատվածում զբաղվելը ինձ համար նույնքան պատասխանատու աշխատանք է, ինչքան քաղաքականությամբ զբաղվելը եւ այդ աշխատանքում ես անհոգնել եմ եւ բոլոր ինձ ճանաչող մարդիկ դա գիտեն։ Գործարարներին այլևս չբերել փորձարան, որովհետեւ այս ձեր նշածով, այո, դա խանգարում է քաղաքականություն։ Կարող սկզբում այս բանին ցուցակում այնպիսի մարդկանց բերեք խորհրդարան, որ գործարարն ու քաղաքականությունը քաղաքականությունը Տեսեք, սկզբունքները հետեւյալն են, դրանք նշված են սահմանադրության մեջ, որևէ ազգային ժողովի падգամավոր չի կարող զբաղվել։ Մենք տեսնում ենք, պարոն Դե Արշակյան, բայց ներողություն, մենք հիմա տեսեք, դուք դե ասենք երկրներ կան, որոնց նախագահներն են գործարարներ եղել, բայց խնդիրը չի վերաբերվում նրան, որ մարդը կապիտալիստ է, կապիտալ ունի թե չունի, կամ բիզնես ունի թե չունի։ Խնդիրը վերաբերվում է նրան, որ մարդը չզբաղվի այլ աշխատանքով, քան падգամավորությունն է, կամ վերաբերվում է արվեստին, ստեղծագործ աշխատանքի, կամ վերաբերվում է կրթությանը։ Այսինքն, եթե մարդը ինչ-որ մի բան ունի, ինչ-որ մի բիզնես ունի, որը տվել է կառավարման, մեր օրենքը դա չի արգելում։ Եվ իսկ եթե սկզբունքային տեսանկյունից նկատի ունեք, արդյոք դա ընդունելի է թե չէ, եթե падգամավորը զբաղվի զուգահեռաբար բանով, գործարարությամբ եւ падգամավորությամբ, իմ կարծիքով դա ընդունելի չի։ Բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ ես չեմ տեսել նման բան։ Այսինքն մարդիկ իրենց բիզնեսները տալիս են կառավարման, գնում են զբաղվում են քաղաքականությամբ։ Պարոն Արշակյան, ներողություն մեկ բան չտեմ, դուք ձեր սեփական բիզնեսն եք հիմնելու, թե ուղղակի մասնավոր ոլորտում աշխատանքի եք անցնում։ Այդ մանրամասներին կարծում եմ այս պահին չանդրադառնանք տեխնիկական, կտեսնենք, որովհետև այս պահին ես падգամավոր եմ, զբաղվում եմ իմ աշխատանքով, այսինքն ես հիմա չեմ զբաղվում իմ բիզնեսի պլանավորմամբ, այսինքն կարող է ինչ-որ իդեաներ ունեմ, բայց իմ հիմնական աշխատանքի հիմա ուղղված է քաղաքական աշխատանքին, որով ես զբաղվում եմ մինչև մեր ազգային ժողովի լուծարումը եւ այս պահին կոռեկտ չեմ համարում, կներեք, զուտ բան, այսինքն տեխնիկական հարցեր։ Համավորներ էլ կան, որ իրենք չեն առաջադրվել, օրինակ Խաչատուր Անդրեասյան, Հրաչյա Հակոբյան, Լիլիթ Կիրակոսյան, իրենք չեն առաջադրում սկզբունքայնություն եք դրսևորել։ Ես միշտ սկզբունքայնություն դրսևորում։ Տեսակետին դրա համար դա ձեզ չի ներվել, ինչպես չի ներվել Հովիկ Աղազարյանը։ Ներողություն, բայց ես կարծում եմ դա անլուրջ հարց է, իմ գործընկերներն են, շատերը իմ ընկերներն են, մեր կուսակցությունում ես որևէ
նման սկզբունքային հակասություն չունեմ, ինչ որ հարցեր էլ ունենում եմ, որոնք պետք է հնչեցվեն, մշտապես հնչեցվում եմ, դրա համար երբևէ չեմ հետապնդվել, ինչպես ձևակերպեցիք, եւ ուզում եմ, որ մենք այդ հարցերում անհիմն ուղղակի տենց հարց պատասխան հարցեր չտանք, էլ շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հարցրեք նրանց, ովքեր եղել են չեն առաջադրել, ինձ հարցում եք, որ ինչ պատասխան։ Մերսի։ Շնորհակալ եմ, հարգելի։